լինել է, KGB-ի պատվալի լինել է, Նիկոլ Փաշինյանի ամոթն է, երբ որ ինքը բանտարկված էր կոշքերակատարողական հիմնարկում, հետո Արթիկում, այստեղ այլ քաղբանտարկյալներ կային այդ ժամանակ, մենք այցելում էինք եւ բոլոր այն ժամանակվա եղած մարդիկ հիմա իշխանության մեջ են եւ բոլորը գիտեն, որ գոնե այս ԿԿ-ն չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ այն պետքա փակվի։ 8 տարի անցել է, այս ԿԿ-ն շարունակում է գործել, որովհետև ոչ մի բան չի փոխվել։ Նույն KGB-ի տրամաբանությամբ իշխանություն է, բայց սութի բան, ինքնիշխանության մասին բաներ, ելույթներ ունեցող։ Բայց միգուցե Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս, որ փակվի։ Դե այս ամբողջ բրիֆինգը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս, նա շատ լավ տեղավորվել է այդ KGB-ի կոստյումի մեջ, եւ շարունակում է հիմա ինքը լինել։ Իրականում դուք գիտեք, որ մեր սահմանադրությամբ ԱԱՑ տնօրենը ենթարկվում է վարչապետին եւ նրան է զեկուցում ամեն բան։ Հետեւաբար Հայաստանում KGB-ի պետը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այդ որ տես գորգռում է բան, ինքնիշխանություն, բան, ցարի դեմ պայքար, բան, ասենք ինքը KGB-ի պետը աշխատում է երկրում։ Նա ինչի մասին է խոսքը։ Քաղաքբանտարկյալներից խոսեցիք, այսինքն համարում եք, որ Հայաստանում այս պայքարությամբ կան քաղաքբանտարկյալներ, լիքը, շատ, դեր ասած KGB-ի պատվալում են, համույթ նշել օրինակ ովքեր են դուք եք համարում քաղաքբանտարկյալ եւ վերջերս այս շենքում հայտնված Անդրանիկ Թևանյանը եւս դες համար քաղաքբանտարկյալ է։ Ես կարծում եմ, որ բոլորը ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել վերջին 4-5 ամիսների ընթացքում, դա ինձ առաջ էլ մինչև 1 տարի Սամվել Կարապետյանից սկսած բոլորը քաղաքբանտարկյալներ են, Բագրատ Սրբազանի գործը առաջինն է եղել այս ցանկի մեջ, ես չեմ հավատում որևէ գաղտնալսման, որևէ Բագրատ Սրբազանի գործով կեղծված գաղտնալսումից հետո, նաև այն դեպքերից հետո մենք տեսնում ենք, որ ամբողջ ժողովուրդը հիմա գաղտնալսվում է, իսկ համանadrությամբ մենք իրավունք ունենք գաղտնի պահել մեր անձնական կյանքը, նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, բոլորը անխտիր քաղաքբանտարկյալներ են, ավելին ասեմ, այս ահաբեկչական խմբերի վերաբերյալ էլ ասեմ, որ անդադար ահաբեկչական խմբեր են, չէ՞ ձևավորվում, հիմա վերջինս մասկաներով բան ինչ-որ, չէ՞, ուրեմն հեղափոխությունից հետո եթե չեմ սխալվում, Ազատությունը լավ ռեպորտաժ է արել, 5 ահաբեկչական խումբ են բռնել, ոչ մեկով դատավճիռ չունեն, բոլոր գործերով տնային կալանքների մեջ են կամ խափանման միջոցը ալտերնատիվ խափանմիջոցներ են տրված, մի մարդ է ահաբեկչության գործով նստած հիմա Բագրատ Սրբազանն է, որից պահանջում են բնակության հասցե, եթե տա, չի տալիս դե ինքը։ Եթե տա իրանել են տնային կալանք տալու։ Օրեր առաջ Բագրատ Սրբազանի ծննդյան օրն էր, ուզում եմ նաև շնորհավորել եւ նաև ուզում եմ ասել, որ կյանքը անարդար բան է։ Մարդիկ կային իրար բրդբրդում էին, որ Բագրատ Սրբազանի նկարներում հայտնվեն, երբ որ Սրբազանը արշավ էր անում։ Հիմա այդ մարդիկ ինչ որ տարբեր ցուցակներում են ծվարել, նորը Բագրատ Սրբազանի ծննդյան օրը կարգից հետ եկել էինք այստեղ, այդ մարդկանցից ոչ մեկին չտեսա։ Ուզում եմ Սրբազանին շնորհավորել ծննդյան առիթով եւ ասել, որ բան չի մնացել, բոլոր քաղաքբանտարկյալները ազատության մեջ են լինելու։ Այլ մի հավելում այս ամենից թեմայի հետ կապված, մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանի պես ինքնահորջորժվել դատարան եւ մարդկանց դատել։ Չգիտեմ, կարող ինչ-որ մեկը իսկապես կոռուպցիոներ է, ինչ-որ մեկը իսկապես կարող է դավաճանություն գործել։ Մենք այդ հարցերին չենք քննարկում։ Մենք ուղղակի ասում ենք, որ Հայաստանում չկա արդարադատություն եւ կա անտրովի արդարադատություն։ Այսինքն մարդկանց հետապնդում են այն ժամանակ, երբ որ իրենք քաղաքական ակտիվություն են ցուցաբերում եւ վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ դա ամբողջությամբ տեղավորվում է քաղաքբանտարկյալի քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։ Ես կամ Գագիկ Ծառուկյանի օրինակով ասեմ, էս էլ լավ առիթ է։ Ուրեմն խորհրդարանը 3 խմբակցություն ուներ։ Խմբակցություններից մեկի ղեկավարին ձերբակալեցին, Գագիկ Ծառուկյանին։ Մի խմբակցության ղեկավարն ես էի, մյուսը Լիլիթ Մակունցը։ Մենք ամբողջ խմբակցությամբ դեմք քվեարկեցինք անձեռնմխելիությունից զրկելու։ Ես ելույթ ունեցա եւ ասացի, որ այս մարդու աղջկա հարսանիքին գնում եք ընտանիքով մասնակցում, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է, դա ինձ հետո բան, երբ որ ձեզ հետ խնդրեմ կա քաղաքական, հայտարարում եք, որ բան է։ Էս արել են, արել։ Արդարացվել է, չէ՞, քանի օրը։ Արդարացվել է։ Հա, հիմա ի՞նչ է տեղի ունենում, չէ։ Արդարացնել են իր հերթին։ Հիմա նոր մեղադրա, հիմա նոր, այսինքն նայ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվել է տները խլելու, թալանը բերելու, Քոչարյանին դատելու բանով, հիմա 26 թիվն է նորից նույն տեքստերը։ Գյուլնա, ստատը փնտրում է իրար։ Այս հեքիաթները
այս հեքիաթները։ Թող գնա պատմի բանը։ Մարուկյանի մասով ոնց որ թե մոռացել էր 18-21 թվին Հա։ ասել կամ տունը տան ծաշկով չեն եկել։ Հիմա ոնց որ անցնելուց տեսել է, հիշել է, ասում է որ Լավ այն օրը բանները, Երևանի քաղաքապետը, որը մի միլիոնանոց քաղաքում 75,000 ձայնով քաղաքապետ է աշխատում, ասում է, պարոն վարչապետ, արձակուրդի մեջ եմ, ձայնագրությունը կա էլի։ Գագիկ Ծառուկյանն ասում ասել է, ես պետք է զբաղվեմ քաղաքով, դե մի նայեք, ես արձակուրդը վերջանա, գնալու եմ ապօրինաշինություն։ Այսինքն ուզում ասի ապօրինաշինություններ ունի Ծառուկյանը։ Մինչև մի բան չեն կարել, բայց մի գնալու են կանեն։ Կամ ինչ-որ շինարարություններ ունի, որը կարող են իրանք ապօրինաշինություն անվանել եւ այսինքն էս են իրանք։ Էս են իրանք չափանիշ չունեն, պրինցիպ չունեն, ոչ մի կանոն չունեն։ Ասենք երբ իրանց ոնց պետք է, պետությունը վեգալել են, նստել են վրեն պետական ինստիտուտների վրա։ Լինել է շենք էս KGB-ի վրա։ Ու քշում են։ Դուք ոչ իմանալու եք որ կարելի է խլել դրանք։ Դե ցավոք ոչ։